Տեսեք, հետևում եք իր էջին, կրթությունը նորաձև է շարժումը հերթական հանդիպումը Սիսիանում ընթացավ, Լեփլեցուն դահլիճում չգիտեմ ինչ։ Երեխաներին այսինչ շրջանից բերել ենք Մատենադարան շրջագայության։ Չքնաղ Գորիսում կրթությունը նորաձև է շարժումը 38-րդ հանդիպում առանձնացավ ջերմ տտտտ։ Այս ամբողջը նորից եմ կրկնում պետության բյուջեի գումարներով։ Կրթությունը նորաձև է շարժումը Կիրակի, Վան, Սիսիան քաղաքների ուղղությամբ։ Այստեղում հեղինակը նախընտրում է եւ այլն։ Տարանք շրջագայության չգիտեմ ինչով։ Այսօր իմ քայլի հիմնադրամի աշխատակազմը տնտեսական կարևոր ընտանիքի ինչ է սա նշանակում, սա քարոզ է, սա փողերի լվացում է, սա չգիտեմ մոլորություն է, ինչ է անում։ Այստեղ պետք է ինչու այդ հարցը երևի Բագրատյանը ավելի օգտակար լինի։ Ինչի՞ տենց վստահ մարդը հայտարարեցի, որ այո, այս ամեն ինչը պետության բյուջեից է։ Փայլունա որ շատ լավ է որ պետության բյուջեից է, բացատրեմ ինչու Բագրատյանը ավելի ճշգրիտ այդ ամեն ինչը կպատասխանի, որտեղ սյուժե տնտեսագետ է, պետք է հասկանալ ինչքան փող է դուրս գրվել եւ ինչքան փող է ծախսվել։ Որովհետեւ Սիսիանից երեխեքին Մատենադարան բերելը դա մոտավորապես մի 200,000-ի 300,000 դրամի պատմություն է։ Հիմա պետք է հասկանալ, այդ ես շատ եմ ասում, հաշվի առնելով երեխեքին ուտացնելու են, ես ամենաթանկանոց ավտոբուսները, այսինքն ամենաբարձր գներով եմ հաշվում, պետք է հասկանալ պետական բյուջեից ինչքան փող է դուրս գրվել, դա պետք է լինի բաց ինֆորմացիա։ Ու տեսնել իրանք ինչքան փող են լափել, եթե կհիշեք 19 թվականին են բաները, ԿՊՇ-ի էքերը Լուլուն, Թագուհի Եսիմինչյանը, ոչ իմ 3-4 ԿՊ պատգամավոր խալու լվալու տոն էին կազմել, խալի լվալու գինը մոտավորապես կարող եք, չէ՞, պատկերացնել, ինչ կարող է արժենալ, այսինքն ոռոգման ջուր շլանգովետի ձրիա, պոլիփետերը ձրիա, Փոշին թողել լինի, ասենք, ամենաթանկ փոշին 2000 դրամ բանը, 1 կիլոն։ 10,000 եվրոյի թե դոլարի չափ փող են դուրս գրել պետ բյուջեից, причем այդ փողը լվացել են Լուլուի ընկերուհիներից մեկի ՍՊ-ով։ Ոստեղ ակնհայտ էր, որ իրանք այդ 10,000 եվրոն թե դոլարը մսխել են, որովհետև խալի լվալու համար 10,000 դոլար փող պետք չի։ Հիմա այստեղ նույն պատմությունն է, մենք պետք է հասկանանք ինչքան փող է դուրս գրվել պետ բյուջեից եւ հաշվարկել մոտավորապես ու հաշվի առնելով որ սա պետ բյուջե է, այստեղ շատ կարեւոր հանգամանք է, իրանք չեն կարա գնան Կայարանից ավտոբուս վերցնեն, տանեն, այդ ամեն ինչ արվում պայմանագրերով, չեկերով, փոխանցումներով, իրանք քեշ չեն կարա ծախսեն, օրենքն է դա պահանջում, պետք է հասկանալ փոխանցումով ինչքան փող են նրանք ծախսել այդ երեխեքին բերել Երևան եւ տանել հետ։ Ոստեղ մենք արդեն կհասկանանք նպատակը, ինչքան փող է մսխվել կամ մսխվելը չի մսխվել, կարող է իսկական ուղեղներ անում եւ ինչ քարոզարշավ են սկսել։ Դե իրանք պատրաստվում են ընտրությունների։ Սա ընտրությունների բանն է, որտեղ այդ Մատենադարան եկած երեխեքի մամաները հրճվանքով ասել են, «Բայց ինչ լավ ծյոցա եկավ, մեր երեխեքին տարավ Մատենադարան»։ Ոչ միայն դե պատերազմի մասնակից ինչ որ նվերներ, ինչ որ բաներ։ Դե կոչվում է ընտրակաշարներ, այո, դա կոչվում է ընտրակաշարք եւ հատկապես եթե դա պետ բյուջեից է, դա կոնկրետ ընտրակաշարք է եւ դա եւս մեկ հոդված է Աննա Հակոբյանի ապագա մեղադրական բանին։ Ասում են ինչու հենց հատկապես այս փուլում, իհարկե ամենակարևորը որ ընդհանրապես ծրագիրը իրենց շարունակում են, որ պիտի եկեղեցին էլ ավիրեն, բայց նաև այս նույն օրերին հայտարարագիր է ներկայացել, որ սա նաև ինչ որ իմաստով փակել եւ եթե դուք նկատեցիք վերջին մեկ ամսվա ընթացքում
շատ աղմկոտ բացահայտումներ եղավ իրենց թալանի հետ կապված։ Օրինակ երեք էլ 168-ը գրել էր, էլի մեկ տեղից գնումներ եւ այլն, մի շարք բացահայտումներ, միլիարդների, միլիոնների եւ այլն անիֆի եւ ոչ միայն։ Նաեւ այս ամեն ինչը ստվերելու համար դե մեր ազգի մեծ մասն է որ հիվանդ է, հենց անկողին, կեղտոտ անկողի բաներ լսում, տես մոլագարի պես բան է, ասում են նաեւ սա է, թե դա այդպես երկրորդային թեմաներ են, գերխնդիրը, գերնպատակը, Փաշազադեը, չգիտեմ ինչա, հրահանգել է, ասում է որ Էրդողանն ասում է պիտի գնաս եւ գործանես, ավիրես մեկը մյուսի հետ կապ չունի, իրանք զուգահեռ գոյություն ունեցող պրոյեկտներ են։ Հիմա նրանք շատ լավ գիտեն, որ նրանք ոչնչացնում են Հայաստանը, նրանք գիտեն, որ պետք է ոչնչացնեն եւ ոչնչացնում են եւ օր ա գալու եւ նրանք մեզպես մնալու են անտունի։ Ինչ պետք է անեն, հիմա պետք է այնքան գրփեն, որ իրանք ապագան ապահով լինի։ Բայց նաեւ բացահայտում եղավ, չէ, որ բանը Ֆրանսիայում, եթե արդեն 1-2-ի մասին կոնկրետ հասցեով ասում են Կանադայի, ես ինչ հասցեեմ, իրա տունն է, սա է։ Հիմա գիտեք ինչ ասում, ասում $3 կարելի 3 եվրով։ Ես ասի թող մի 10 հատ տենց բացի։ Կարելի է Ֆրանսիայում ասում տես թերթ բացել ու կայք բացել, ինչ եք ասում։ Հայաստանում կարելի է անվճար կայք բացել, բայց կայք քշելը փող արժի։ Չէ, բայց այդ ես իմ քանի տարվա գործող բանը լրագրող է, բան է, կոնկրետ ասում ասում որ դու ինչ ունես, ինչի մասին է խոսքը։ Գիտեք ինչ Բա ինքը այդ որ 30 տարի տենց գրում էր լավ էր, սա 5 միլիարդ ունի, սա 4 միլիարդ ունի, սա այս դղյակ ունի, նա ունի։ Մարդը պաս գրել է, հա, լավ էր։ Ես որ գրում էի լավ էի անում, դուք իմ մասին, իմ բջերի մասին պետք է վատ բան չգրեք։ Որովհետև տենց է ինքը իրան թվում է, որ ինքը կինոյի տղեն է, աղջիկն է, ես չգիտեմ ինչն է։ Որ ես իրավունք ունեմ գրեմ, դուք իրավունք չունեք։ Որովհետև երբ որ իրա սուրը եկավ իրան բան արեց, ծակեց, միանգամից ինքը ցույց տվեց իրա էությունը, իրա ինչ լինելը, որ կրթող մարդը իրավունք չունի նման գրառումներ անի, հաշվի առնելով, որ իրան թվում է, որ ինքը այս երկրում ինչ-որ կարգավիճակ ունի, դա մեկ, երկրորդը, ինչ վերաբերվում է այդ նրանց գրփածի վրա, հա, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի նման գրառումները հիմք են հանդիսանում առնվազն, եթե ոչ քրեական հետապնդում ծավալելու, այլ գոնե հետաքննություն նախաձեռնելու, այսինքն պետք է ստուգեն, իրոք դա տենց է, ով պետք է ստուգի, այն բանը, անուն չեմ հիշում ես դատախազը, այն մյուսը, կապ չունի այդ իրեք էքը, որ սենց հավաքվել են, Աննայի հետ չայ են խմում, իրանք հետո պետք է գնան Աննայի դեմ բան անեն, ստուգումներ կազմակերպեն, իհարկե ոչ, ու այդ ամեն ինչը, ախր իրանք չեն հասկանում, դա ինձ թվում է դա բոլոր պաշտոն ունեցող մարդկանց այբն է, դա նախկինում էլ է եղել, հիմա էլ կա եւ կլինի ապագայում, այ որ մարդը գալիս է հասնում է ինչ-որ մի հատ դիրքի, որ ոչ մի բան չանելով ինքը կարա աշխատի, լիքը փող, ինքը ունի իշխանություն, հարցեր ա լուծում, նրան թվում է, որ դա լինելու է անverջ, որ պատասխան տալու օրը չի գալու, այդ պրոբլեմը ունեցել են միշտ եւ բոլորը, հա, բայց սրանց նման այլանդակ ձևի, որ անում եմ, լավ եմ անում, էլի եմ անելու, ես կյանքում չեմ տեսել, ես սենց բան մեկ է տեսել եմ, ասենք Զիմբաբվեում, երբ որ մի գեղեցիկ օր պարզվեց, որ Զիմբաբվեի բյուջեի հաշվի վրա մնացել է $10 փող, որովհետեւ Զիմբաբվեի նախագահի կնիկը մի հատ այսպես Աննա Հակոբյան էր, որը համարում էր, որ ինքը այնքան կա, որ կարա շռայլ ապրի, իրոք շատ հետաքրքիր պատմություն է, կարաք ինտերնետում փորփրեք, այդ կինը ամբողջ բյուջեն ծախսեց իրա վրա, ու մի գեղեցիկ օր պարզեց, որ Զիմբաբվեի բյուջեում, այնտեղ մի քանի 1000% ինֆլյացիայով բանով, ու պարզեց, որ Զիմբաբվեի բյուջեի հաշվին մնացել է $10 փող։ Հիմա մեզ սպասում է այդ ապագան, ու իրանց թվում էր, որ պատասխան տալու ժամանակը չի լինելու, իրանք պատասխան չեն տալու, պատասխանեցին, են էլ ոնց պատասխանեցին։ Ու
ամենայն ազնվությամբ եմ ասում, ես չեմ նախանձում Աննա Հակոբյանին, երբ որ պատասխան տալու օրը գա, եթե ինքը իրան թվում է, որ ինքը փախկվելու է Ֆրանսիայում, որ ինքը փախնելու է Կանադա, որ իր բջերին ինքը կարողանալու է ցրի աշխարհով լավ տեղավորի, դա այդպես չի։ Խռիկներից հանելու ենք այդ ամեն ինչը։ Ու Աստված ոչ անի այդ օրը գա, այսինքն մեր համար Աստված տա, բայց Աննա Հակոբյանի համար Աստված ոչ անի, որտեվ պատասխանը լինելու է ամենայն դաժանությամբ։ Այդ իր անգերուհիները, ՄԻՊ-ը, ներքերի գործերի բոլորը այսպես խմբակային նստելու եք ծտեր։ Որովհետև ձեզ թվում է, որ դուք ընդմիշտ եք լինելու ձեր պաշտոններին կամ ձեր գողացած փողերը դուք վայելելու եք, դա այդպես չի։ Որովհետև դուք այն ուղեղի տեր մարդիկ չեք, որ կարողանաք անեք գոնե կիրթ ու գրագի հետ։ Եթե մենք փորձում ենք խոսել նախկինների կոռուպցիայի մասին, հա, ապա այդ մարդիկ կատարել են իրենց պարտականությունները սկզբից, հա, ապահովել են պետության անվտանգությունը, ժողովրդի անվտանգությունը, մենք ունեինք բանակ, կրթություն, Արցախ, եկեղեցի, հա։ Այսինքն մեր բազային եւ կարեւորագույն պահանջները ապահովված էին։ Հետո նոր նրանք հիմա գողացել են, չեն գողացել, դուք ապացուցեք, ոնց որ դա լավ չի ստացվում։ Հա։ Իսկ դուք ինչ արեցիք։ Հերիք չքանդեցիք, այսինքն չկատարեցիք ձեր կարևորագույն եւ հիմնական պարտականությունները երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Ասենց բաց երեսով ակնհայտ թքած ունենալով օրենքի, խղճի, նամուսի, մարդկանց վրա գողություն եք անում, ասում եք լավ եմ անում, էլի եմ անելու։ Ու ձեր մեղադրականը ապացուցելը շատ ավելի հեշտ է լինելու, շատ ավելի հեշտ։ Սկսած այդ փես ու սիգարետների պատմությունից, որ ինքը պետք է դատվեր իրականում կանտրաբանդայի համար։ Մի սամալյոտ կանտրաբանդա է մարդը տարել։ Դա քրեորեն պատժելի արարքա։ Վերջան, հա՞։ Փեսեն չէ կներես, աներձակը։ Հա։ Էքի աղբերը։ Այդ ամենամեղ բանն է։ Դրանից սկսած վերջացնելով մնացած բոլոր նարկոտրաֆիկը, ասֆալտի գողանալը, ապօրինի տենդերները, այս բան Աննա Հակոբյանի ճանապարհորդությունները, որ մենք այս մինչև այսօր չգիտենք ում հաշվին է բան անում, իմ քայլի հիմնադրամի փողերը ուր են գնում, եթե իրանց թվում է, որ այդ իրանց հորդուքյանն է ու իրանք փողերը ոնց ստանում են ու ոնց ուզում են ծախսել, դա այդպես չի։ Ցանկացած գործարարի հետ խոսեք, կոնկրետ կանչում են պայմանավորում, բերում ես 1 միլիոն, բերում ես 5 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Բերում ես այս կամ չես բերում, մտնում վերջացավ, տանում տալիս են։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, մի հատ է կբերես։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում տարել փակել են։ Միջև գումարը կհասցնես։ Ասել են փողը կբերես, կհասցնես, քեզ բաց կթողնի։ Փշում այդ մարդը ոչ մի բան չի արել, է։ Իր մեղքը մենակ այն է, որ ինքը գործարար է։ Եվ 3-4 գրում է այս ամեն ինչը պիտի վերադարձնենք ժողովրդին։ Կերակ։ Ժողովուրդ ջան, ես կարեք ինձ պատմեք այս վերադարձվածից, այդ Range Rover-ից, բնակարանից, ինչքան փող ձեզ 30 միլիոնից 100 միլիոնից։ Ձեզ ինչքան փող հասավ, այդ որ ասում են վերադարձնելու ենք ժողովրդին, ինչի նկատի ունի։ Ջարդել հասավ, տնականություն էլ հասավ, ворթիների գերեզմաններ էլ հասավ, ինչ չհասավ։ Ամեն դեպքում Փաշինյանը ունի ծրագիր, այդ ծրագիրը իրականացնում է ու եթե մենք հանդուրժենք այդ ծրագիրը կարող է հաջողվի եւ 26 թվականին Փաշինյանը կրկին կվերընտրվի։ Եթե դուք ուզում եք Փաշինյանը վերընտրվի, շարունակեք հավատալ այս հեքիաթներին եւ բան անել։ Եթե դուք ուզում եք Հայաստանը երեխեքին ուղարկեք մատենադարան մտածելով, որ Աննա թույն ծիտ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։